Վերջին ամիսների ընթացքում բուռն կերպով քննարկում է շոումեն Արամ Մելիքյանի դստեր Էլիզ Մելիքյանի անձնական կյանքը։ Բլոգերը սոցիալական իր էջերում հայտնեց բաժանության մասին, դրանից հետո նրա հրապարակումներն առավել քան էմոցիոնալ են։ Վերջին շրջանում նրա նախկին սիրելին Հարութը ևս գրառումներով է հանդես գալիս։ Օրերս Հարութը հետևյալ գրառումներ արել. «Կյանքս հիմա կարծես մեղեդի է, ազատ, թեթև ու առանց նոտաների բախման։ Ոչ մի նեգատիվ չի խանգարում հոսքին։ Ամեն օր նոր հնչյուններ են ծնվում մտքիս մեջ, ու ես ինքս իմ վրա աշխատելով ստեղծում եմ նոր տարածքներ, խաղաղությամբ ու ստեղծագործական ուժով լցված։ Ճանապարհները միշտ ունեն դժվարություններ, բայց դրանք երբեք չպետք է մենք ինքներս բարդացնենք։ Հաճախ չափազանց շատ ենք տեղ տալիս անկարևորին։ Պետք է մաղել այն ամենը, ինչը մեզ պետք չէ, եւ իրականում երբեք էլ պետք չի եղել։ Ամենակարևորը շնորհակալ լինել Աստծուն ամեն օր, ամեն վայրկյան»։ Ինստագրամյան հարթակում լուսանկարին կից գրել էր Հարութը։ Իսկ մենք հավելենք, որ այս շրջանում Էլիզ Մելիքյանը ևս ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա սկսել է նկարահանվել Վերջին զանգ հեռուստասերիալում։ Բացի դրանից, Էլիզան նաև սոցիալական հարթակներում պահպանում է իր ակտիվությունը, հրապարակելով նոր ֆոտոշարքեր և անելով գրառումներ։ Հարկ է նշել, որ օրեր առաջ էլ Էլիզան անկեղծ գրառում էր արել, խոսելով իր կատարած սխալների մասին։ «Ես երբեք չեմ փորձում ձևացնել, թե ամեն ինչ ճիշտ եմ անում։ Անկեղծ ասած, ես հաճախ եմ սխալվում։ Երբեմն փոքր բաներում, մոռացված զանգեր, չավարտված գործեր, չասված կամ էլ ասված խոսքեր։ Երբեմն էլ մեծ բաներում, ընտրություններում, մարդկանց մեջ կամ անգամ իմ հարցում։ Երկար ժամանակ սխալվելն ինձ համար մեծ վախ էր։ Ամեն սխալվելս ասես ինձ ապացուցեր, որ ես բավարար լավը չեմ։ Ժամանակ առ ժամանակ այս զգացողությունը թուլանում է, մեկ-մեկ էլ հետ գալիս։ Ժամանակի հետ սկսել եմ հասկանալ, որ սխալվելն իրականում թուլություն չէ, այլ ճանապարհ։ Իսկ ամեն մի առանձին սխալ այդ ճանապարհի մի դաս, որն օգնում է առաջ գնալ։ Սրանք այն դասերն են, որոնք սերը չի տալիս։ Երբ ես իմ սխալին ոչ թե մեջքով եմ կանգնում, այլ դեմքով ուղիղ նայելով աչքերի մեջ գիտակցելով, որ դա էլ է իմ կյանքի մի մասը, այդ պահին կարծես ավելի եմ ուժեղանում, ավելի գիտակից դառնում և աճում։ Սխալներս ցույց են տալիս, թե ինչ չեմ ուզում և մոտեցնում նրան, ինչը իմն է։ Սխալվելով հասկանում եմ, արդյոք իմ կյանքն եմ ապրում, թե ուրիշինը։ Չեմ ուզում ռոմանտիզացնել սխալվելն ու դրանով քաջալերել բոլորին սխալվել։ Հակառակ կողմից սխալվելը ցավոտ է, երբեմն անտանելի ցավոտ։ Այն իր հետ բերում է կորուստներ հոգում, սրտում, մտքում ու կյանքում։ Բայց եթե ոչ մեկ, ներառյալ ես ինքս, երբեք սխալ չաներ, միգուցե այսօր ես չլինեի։ Չեմ ուզում դաս տամ ոչ մեկին։ Ես ինքս միշտ դասերի կարիք ունեմ։ Բայց եթե դու էլ ես վախենում սխալվելուց կամ սխալվելու ցավ ես ապրում, ապա հիշիր, դա չի նշանակում, որ դու պարտվել ես։ Դա նշանակում է, որ դու ապրում ես ու ճանապարհին ես։ Ու հենց այդ ճանապարհն էլ քեզ կտանի դեպի քո առաքելությունը, գրել էր նա։ Իսկ մենք հավելենք, որ շաբաթներ առաջ Մալյա Հովհաննիսյանի Life Room հաղորդմանը հյուրընկալվել էր Էլիզ Մելիքյանը։ Star News-ը հետևել էր զրույցին։ Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ Էլիզայի և Հարութի բաժանմանը։ Ամալիայի դիտարկմանը, թե բաժանման լուրերից ընդամենը 3-4 օր առաջ ունեցած հանդիպման ժամանակ Էլիզը խոսում էր սպասվող նշանադրության մասին և իրենց հարաբերությունները այլ ուղղությամբ պիտի գնային, և հարցին, թե ինչ է տեղի ունեցել, Էլիզան պատասխանեց. «Այս թեման ինձ համար շատ ցավոտ ու միևնույն ժամանակ անցած թեմա է։ Ամեն ինչ երկուսս ենք որոշել, երկուսով ենք եկել այս որոշմանը, իրավիճակներ կան, երբ հասկանում ես՝ սա ճիշտ է։ Զգացմունքները հնարավոր է մնան, մնայուն բան է։ Անընդհատ կարող ես ինչ-որ բան զգալ, բայց չես կարող այդ զգացմունքով միշտ ապրել։ Ժամանակ է գալիս, երբ սառում է ամեն բան։ Այս անգամ վերջակետն էր։ Որոշումը եկավ ժամանակի հետ։ Այսինքն խնդիրը կար, բայց երբ ամեն ինչ լուրջ է, չես մտածում, որ դա կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ։ Եկանք, հասանք մի կետի, որտեղ հասկացանք, որ չլուծվող խնդիր է։ Արդեն անցած թեմա է, անցած է ամեն ինչ։ Մեծ սեր է եղել։ Դժվար եմ ոտքի կանգնել», նշել էր Էլիզան։ Էլիզա Մելիքյանի հետ կապված ամենաշատ տրվող հարցերից մեկն է նաև այն, թե ուր են նրա ծնողները։ Էլիզան հայրիկի մասին այս հարցազրույցի ընթացքում չխոսեց, նշելով,
որ հայրը Արամն է։ Մայրիկը մահացել է, երբ նա արդեն գիտակից տարիքում է եղել։ Այս մասին խոսելով բլոգերը նշեց հետևյալը. «Մամայի մահից հետո չեմ վախենում ոչինչ կորցնելուց, դա ինձ շատ է ուժեղացրել։ Ես 4 օր հետո գնացել եմ դպրոց, 4 օր հետո արդեն դպրոցում էի ու դաս էի անում։ Հիշում եմ, որ ընդամենը 13 տարեկան երեխա էի, ով ոչ մի բան չէր հասկանում, չէր հասկանում մահը ինչ է։ Մարդ, ով քո մաման է, էլ չկա, չես հավատում։ Մեկ-մեկ մտածում էի, թե գժվել եմ, փոքր էի, բայց մտածում էի, թե գժվել եմ։ Մտածում էի, որ դա երազ է։ Չեմ կարող բացատրել, թե էդ ինչ զգացողություն էր»։ Հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերը Էլիզան օր անց տեղադրել էր նաև իր ինստագրամյան էջում ու անկեղծ գրառում կատարել։ Նա նշել էր հետևյալը. «Իմ կյանքի ամենացավալի պահն էր, բայց հենց դրանից հետո ես փոխվեցի, ուժեղացա։ Ճիշտ է հիմա 20 տարեկան եմ, բայց ներսումս շատ ավելին եմ ապրել։ Հիմա չեմ վախենում ոչ մեկի, ոչ էլ ոչնչի կորստից։ Ոչ թե որովհետև ներսումս դատարկ է, այլ որովհետև ես սովորել եմ վերապրել ամենամութը, առանց կոտրվելու։ Էդ ճանապարհն ինձ կամաց-կամաց սովորեցրեց ապրել ցավի կողքին, ոչ թե նրա ներսում։ Ես սովորել եմ ինձ հետ մնալ, ինձ հետ վերապրել ու հենց դրա մեջ է իմ ամենամեծ ուժը»։ Չնայած ապրած դժվարություններին, Էլիզա Մելիքյանը հաճախ պատմում է իր ուժեղության և այն ապրած օրերի մասին, որոնք կուզեր կրկնել նորից։ «Գիտեմ, դժվար է հավատալ, որ ես փոքր տարիքում հոգսեր չեմ ունեցել։ Ճիշտ էլ կանեք, որ չհավատաք։ Մեկ-մեկ խճճվում եմ մտքերիս ու զգացողություններիս մեջ։ Փոքր ժամանակ էին հոգսերս ավելի շատ, թե հիմա։ Անկեղծ ասեմ, պատասխանը դեռ ինքս էլ չունեմ։ Կասեմ միայն, որ տարբեր են։ Չեմ ուզում ձեզ թվա, թե ամեն ինչ լավ է հիմա, բայց մի բան շատ եմ ուզում ասել. դժվար մանկությունը չի որոշում իմ ներկան, առավել ևս ապագան։ Այո, լինում են պահեր, որ մտածում եմ, թե ուժս չի հերիքի ու ես մենակ եմ, բայց մի բան հաստատ զգացել եմ, որ հենց այդ պահերն են կյանքում ամենակարևորը և որոշիչը։ Սովորել ինչպես ոտքի կանգնել ու շարունակել ապրել, սա է այն բոնուսը, որը ստանում եմ։ Դեռ չգիտեմ, թե ինչքանով է ստացվում կամ ինչքանով եմ գոհացնում ինձանից որևէ բան սպասող մարդկանց։ Մի օր կսովորեմ ինչպես ճիշտ կազմակերպել այս պահը։ Հիմա միայն մի կարևոր բանի վրա եմ շատ աշխատում՝ սովորել, ընդունել անցյալս ու սիրել ներկաս, որպեսզի ապագաս հենց իմը գա։ Ահա որ դժվար ա մի քիչ դեռ անիրական ա թվում, բայց ես չեմ դադարում փորձել, հուսով եմ կարողանում եմ փոխանցել ձեզ, թե ինչ եմ զգում», նշել էր Էլիզան։